վախենալ բարի ուղղակի իմաստը, գիտեք չեն վախենում, պարզապես հաշվի են նստում եւ ծանր է տանում, եթե չեն գոհացնում կամ եթե արժանանում են իմ դիտողություններին։ Դպրոցում կա հստակ կարգ ու կանոն, դպրոցում կա իսկապես կան հետևողական պահանջներ եւ այդ պահանջները կատարվում են, բայց կատարվում են ոչ թե նրա համար, որ վախենում են, այլ պարզապես նրա համար, որ արդարացի են այդ պահանջները եւ կատարվում են եւ արդյունքը բոլորին դուր է գալիս եւ բոլորը տեսնում են, որ ճիշտ պահանջ է դրված։ Բնականաբար դա հետո չի կարող որևէ մեկի մեջ թողնել վատ նստվածք։ Ինչ պահանջներ են օրինակ դրվում ձեր կողմից։ Մասնագիտական պահանջներ, եթե դա դպրոցին է վերաբերում։ Իսկ փոխհարաբերությունների առումով տնօրեն ուսուցիչ փոխհարաբերությունները աշխատողների, գիտեք, դպրոցում կա թիմով աշխատելու եւ իսկապես մեկ մյուսի արարքների համար պատասխանատու լինելու սկզբունք։ Դա տարիների ընթացքում է եղել եւ դա ամենամեծ հաջողությունն է, որին ես հասել եմ։ Ես ինձ առանձին չեմ դիտում իմ կոլեկտիվից։ Ես ունեմ իսկապես իրենց գործին նվիրված, բանիմաց մանկավարժների մի լուրջ թիմ, որտեղ հաջողություններն են ընդհանուր են նաեւ անհաջողությունները։ Երբեք չեմ կարող ասել, ես լավ տնօրեն եմ։ Ես կարող եմ ասել, մենք լավ դպրոց ունենք, մենք ունենք լավ կոլեկտիվ, մենք ունենք իսկապես մանկավարժական ներդաշնակ, միահամուռ թիմ, որը գնում է մեկ ուղղությամբ եւ նայում է նույն ուղղությամբ։ Եվ համոզված եմ, իսկապես համոզված եմ, ես իլյուզիաներ չունեմ, համոզված եմ, որ ցանկացած գործ, ցանկացած բան, որը լավ չի ստացվում ինձ մոտ, դա իմ աշխատողներին, իմ գործընկերներին ուրախություն չի պատճառում հաստատ։ Նրանք ուրախանում են մեր ձեռքբերումների համար, նրանք տխրում են, երբ դպրոցի հետ կապված ինչ-որ բան իրենց սրտով չի, կամ իմ սրտով չի, եւ ինձ երբեք առանձին չեմ դիտարկում։ Եվ դրա համար ես հիմա արդեն չի ուզենա շեշտել, որ ես խիստ տնօրեն եմ, պարզապես մենք միասին հասել ենք նրան, որ այն ինչ պահանջվում է դպրոցում, բոլորը ընդունում են, դրա հետ հաշվի են նստում եւ արդարացիորեն այդ պահանջները կատարվում են։